Տարօրինակ թող չթվա, որ քաղաքականացված գրասենյակ բլոգի շրջանակներում ես ահա գտնվում եմ Հանրապետության հրապարակում եւ այսօր ինչու ոչ քաղաքականացված գրասենյակ կարելի է համարել նաեւ ցանկացած հրապարակ, որտեղ քաղաքական գործիչները ներկայացնում են իրենց գաղափարները, փորձում են համախմբել մարդկանց։ Այսօր այստեղ լսում ենք Պարույր Հայրիկյանի ելույթը, նա արդեն 4-րդ օրն է գալիս է այստեղ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացնում է իր տեսակետները, փաստաթղթեր է ուղարկում, իր մոդելի տարբերակն է ուղարկում կառավարություն եւ սահմանադրության հետ կապված, որ նոր սահմանադրությունը ես տեսնում եք բահման խորհրդանիշը։ Հիշեք բոլորը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, Արցախի հարցը մենք սկսում ենք զրոյական կետից։ Զրոյական կետից սկսելով հասցրեց զրոյի, ոչնչացրեց Արցախը։ Ինքը արդեն մեզ պատգամ է ուղարկել, նախազգուշացում է ուղարկել։ Այն ինչ ես զրոյականից եմ սկսում, զրոյացնելու եմ։ Դա իմ ճակատին գրված է, կարող է նույնիսկ իր կամքից անկախ։ Եվ տեսեք, նոր սահմանադրություն է ստեղծում։ Որևէ մեկը երբևէ լսել է, որ ասվի, ինչի եմ նոր սահմանադրություն ստեղծում, ինչով է հինը վատը, հինը շատ վատն է, մենք էլ ասում ենք դա Մուսոլինիի սահմանադրությունն է, դրա համար արդեն վատն է, դա իշխանությունների տարանջատում չի ապահովում, վատն է, ժողովրդի ներկայացուցչական կառույցում քաղաքացիները լիարժեք ներկայացված չեն, ուրեմն վատն է, մենք դա ասում ենք, չէ, եւ այդ ուղղելու համար տվել ենք նախագիծ, ինքը նոր սահմանադրություն է գրում, ասում է պետական կառավարման համակարգը պահպանում ենք անփոփոխ, բայց ինչ ես ուրեմն նոր սահմանադրություն գրում, հստակ պատասխան չկա, մեզ համար բոլորիս համար ակնհայտ է, որ զրոյից սկսելու իր տրամադրությունը, արդեն մենք նշանը ստացել ենք, տվյալ հարցի զրոյացումն է, ինչին որ լուրջ հարց կամ շատ լուրջ հարց, ինչին որ ձեռք են տալիս ես իշխանությունները պղծում են, ուրեմն գալիս եմ հիմնականին, այսօր մենք այստեղ հավաքվել ենք նաև այն բանի համար, որ իմանայինք ինչ զարգացում ստացավ մեր սահմանադրականության վերաբերյալ տված 10-րդ փաստաթուղթը։ Պատկերացնում եք, նույն թեմայով աշխարհի որևէ երկրում հազիվ թե գտնեք որևէ դեպք, որ նույն թեմայով նույն իշխանությանը 10 անգամ դիմեն։ Նա կարծում է, որ զրոյից սկսել չի կարելի եւ պետք է անհրաժեշտ է հաշվի առնել այն ժառանգությունը, որը երկիրը, պետությունը, մարդը ստանում է իր նախորդներից, իր հայրերից եւ ապուշություն է համարում խոսել զրոյական կետի եւ զրոյից սկսել որևէ բան, լինի դա բանակցություն, թե լինի դա նոր սահմանադրություն, բարեփոխված սահմանադրություն, զրոյից սկսելու գաղափարը Պարույր Հայրիկյանը չի ողջունում։ Նրանք իրենց հետ բերում են այս պաստառները, որով ցույց են տալիս իրենց վերաբերմունքը այսօրվա քաղաքական երևույթների նկատմամբ, ձեռքերը հեռու, հայ առաքելական եկեղեցուց, ոչ հարկային տեռորին, մեր ծանր վիճակից ելքը բժն է, կներեք բժն ինչ է, բացարձակ ժողովրդավարությունն է, մեր ծանր վիճակից ելքը բացարձակ ժողովրդավարությունն է, բոլորը գիտեն, հա բժն, ոչ իրավախախտումներին, նոր սահմանադրությունը մահ է, բացարձակ ժողովրդավարություն, Հայաստան, ռազմագերիների առկայությունը խաղաղության բացակայություն է, ազատություն քաղաքական բանտարկյալներին, Բարոյազուրկ Նիկոլը մեր վարչապետը չէ, եւ ահա Հայաստանի դրոշը այստեղ Ամաչում եմ այն բանի համար, ովքեր տեղյակ էին, որ այսօր պետք է այսպեսի միջոցառում լինի, ովքեր գիշեր ցերեկ ցավոք սրտի անիծում են այսօրվա իշխանություններին, ես ամաչում եմ, որ նրանք իրենց մեջ ուժ չգտան մեզ հետ լինելու են այս պայծառ եղանակին։ Ես նշանների հավատում եմ։ Տեսակ այսօր ինչ պայծառ օր է։ Երբ 3 շաբաթ առաջ մենք որոշում ենք, որ փետրվարի 18-ին պիտի ամփոփենք, մենք չգիտենք ինչ եղանակ է լինելու։ Բայց հրեշտակներն այսօր ասեցին, ճիշտ եք անում, լավ եք անում, մի լռեք։ Որտեղ երբ լռում եք, դուք աշխատում եք Նիկոլի օգտին, Նիկոլի վատ դրսևորումների օգտին։ Ես Նիկոլի վրա էլ լրիվ խաչ չեմ քաշում։
Աստված տա մի օր խելքը գլուխը հավաքի։ Եվ իրեն էլ կփրկի դրանով։ Շատ շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Հետաքրքիր այն է, որ պարոն Հայրիկյանը չի նայում, քանի մարդ է հավաքվել օրինակ։ Քանի մարդ կա այստեղ, շատ չեն մարդիկ։ Այնքան քիչ են, որ նա նրանցից յուրաքանչյուրին այսպես հուշանվեր է նվիրում, գիրք է տալիս, բոլորի հեռախոսի համարն է վերցնում, հետո առանձին զանգում շնորհակալություն է հայտնում գալու համար եւ այլն։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ այստեղ ոստիկանները երևի գրեթե հավաքված մարդկանց չափ են։ Բայց եւ այնպես պարոն Հայրիկյանը չի վարանում եւ նույնն է գալ եւ իր ասելիքը ասել մարդկանց ամենևին նրան չի նեղացնում, որ հավաքված մարդիկ քիչ են եւ նա կարծում է, որ քաղաքական գործիչը ամեն օր ամեն հնարավորություն պետք է օգտագործի իր գաղափարները հանրությանը բացատրելու, հասկանալի դարձնելու համար։ Եվ մեր ռազմագերիները, պատանները, նրանք խորհրդանիշն են, նրանք ցույց են տալիս, որ մեր դեմ, հայ ժողովրդի դեմ Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները աշխատում են ձեռքի բռնած Ալիևի եւ Էրդողանի հետ։ Սա մեծագույն ողբերգությունն է, որ որևէ հայ կարող է զգալ, բայց մենք չպետք է հուսահատվենք, հասկանանք, որ նույնիսկ մեկ մարդ, հիշում եք, չէ՞, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, դու կարող ես Սարին ասել գնա ընկի ձորը եւ կընկնի։ Նույնիսկ մեկ մարդը կարող է ինչ-որ բան փոխել մեր ժողովրդի կյանքում։ Եղել է չէ՞ այդպես։ Գևորգ Կաթողիկոսը 1918 թվականին, երբ բոլորը ասում էին հույս չկա, թողնենք Երևանն էլ դուրս գանք, գնանք Սևանի ավազան։ Գևորգ Կաթողիկոսն ասաց ինչ ուզում եք արեք, ես մենակս կմնամ կկռվեմ էջմիածնում ու կզոհվեմ որպես զինվոր։ Այնպես որ ամեն մեկը ներկաներից բոլորից շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, մեզ հետ եք։ Ցավում եմ նրանց համար, քիչ առաջ մեկնացեց, բայց դուք շատ խիստ բան ասացիք, ով որ չի ուզում իր փողոքն արտահայտել, միայն տանն է ընդմտում, նա ուրեմն Նիկոլի հետ է։ Եթե փողոք ունես, մի բան կազմակերպի, ես էլ գամ միանամ։ Դու չես կազմակերպում, ես եմ կազմակերպել։ Դե արի դու միացի։ Արտահայտենք մեր փողոքը, ոչ թե պատերի տակ քչփչալով։ Այդտեղ տեսնում եք, չէ՞, Բարոյազուրկ։ Բարոյազուրկ ում մոտ է։ Բարոյազուրկ Նիկոլը մեր վարչապետը չէ։ Սրա իմաստը գիտեք որն է։ Իմաստը այն է, որ նրանք, ովքեր որ այսօր ձեռքերն են շփում, որ վաղը Նիկոլը պետք է անցնի ու Հայաստանի հետ ինչ ուզենանք անել, այդ գործընթացը պետք է սկսի։ Եվ պետք է սկսի ոչ թե նրանով, որ ձեր անկախության պայքարի առաջնորդը այսօր ուզում է վարչապետ դառնալ։ Փոքր բան է, ճղճիմ, ողորմելի բան։ Երբ Հայաստանի քաղաքացին դառնա երկրի տերը, այդ դա կլինի ձեռքբերում։ Իսկ մնացած այդ կեղտոտ ստոր աթոռակռիվը մարդկանց հաճախ հեռացնում է առողջ բանականությունից եւ բարոյազրկում։ Պարոն Հայրիկյան, ես սկսել եմ բլոգների շարք եւ այցելում եմ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ, գալու էի նաեւ ձեզ մոտ, որտեղ որ դուք հավաքվում եք, քննարկում եք, պատրաստվում էի գալ, բայց մտածեցի այստեղ էլ վատ չէ, որովհետեւ դուք հրապարակային գործունեություն եք ծավալում։ Այստեղ ավելի լավ է։ Այստեղ ավելի լավ է, ինձ էլ է թվում, որ այստեղ ավելի լավ է։ Ձեր գրասենյակն է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Որտեղ կա մեկ մարդ, որ լսում է ձեզ, դուք այնտեղ կարող եք ելույթ ունենալ եւ չզլանալ, դա զգացվում է։ Պարոն Հայրիկյան, ես այսպես մտածում եմ, որ ձեր կուսակցություն գալը անպայման կիրականացնեմ այդ նպատակը, բայց ճիշտ է ձեզ նաեւ հենց այստեղ, այ Երևանի սրտում, Երևանի կենտրոնում ձեզ հետ զրուցել։ Ինչ քայլեր եք անում։ Բացի այս համանդրության հետ կապված միջոցառումների շարքը, որը ամփոփեցիք այսօր, բանակցությունների մասով ընդդիմադիր դաշտում ինչ տպավորություն ունեք։ Դուք ինչ եք անում։ Կստացվի մի բան թե ոչ։ Տպավորությունը այլ բան, գործերը բոլորովին այլ։ Տպավորություններս հակասական են, ինչպես հակասական են քաղաքական ուժերի մեծ մասը, բայց ինձ համար առայժմ տարօրինակ է, որ վիճակը օրասական ճգնաժամային համարող քաղաքական ուժերը գործնական քայլեր ուզում են հետաձգել մինչև ընտրություններ։ Ընտրությունները բացառել չես կարող, դա նախասահմանված կարգ է, բայց մինչև ընտրությունները կա 4 ամսից ավելի։ Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու համար 2 ամիսն էլ է բավական։ Չգիտես ինչու, ունենալով պատրաստի նախագիծ եւ միակը վերջին 20 տարում
Եվ բարձրորակ նախագիծ, որի վերաբերմունք է արտահայտել 16 քաղաքական ուժ դրական վերաբերմունք։ Փոխանակ այդ հարցի շուրջ համախմբվելու ուրիշ բաների մասին են խոսում։ Լավ, գիտեք ինչ, եթե նույնիսկ պետք է նկատենք, որ դեռևս շարունակում են իրար քննադատել ընդդիմադիր ուժերը։ Բնական է դա։ Իհարկե, շատ։ Եթե իրար քննադատեն, դա միայն կանաչ լույս չի լինի Եթե իրար քննադատում են իր քաղաքական ուժերը, նշանակում է իսկապես նրանք ինքնուրույն քաղաքական ուժեր են։ Այլապես նրանք կլինեին ձևականորեն բաժանված քաղաքական ուժեր։ Լավ, ինչպես կողմնորոշվի այս ընտրողը։ Ընտրողի համար դեռ շուտ է խոսելը, ընտրությունների առաջ դեռ ժամանակ կա, որոշ մարդիկ կան խատարամադրված են իրենց անձնական շահերից ելնելով, իսկ մյուսները երբ արդեն կմոտենա այդ վճռական փուլը, ընդամենը մեկ ամիս է տևելու։ Արդեն օրինակ ինձ ասեմ մի անգամից, ինձ մոտենում են իրարամերժ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ ասում են, որ ամենահարմար միասնական տեխնացուն դուք եք, որ ասեմ ովքեր են նույնիսկ չեք հավատա, չեք պատկերացնի։ Եվ հնարավորություն տվեք ձեր համախմբվել, մանավանդ որ բացի անկախության պայքարի առաջնորդը լինելուց 96 թվականին եւ այլն եւ այլն։ Ես եմ կազմակերպել։ Ես բնականաբար ասում եմ, որ ես այլ կարևոր խնդիր եմ տեսնում։ Այսօր խնդիրը մեր համակարգային փոփոխություն կատարելն է, ոչ թե դրա մասին խոսելը, այլ կատարելը։ Մեր այս միջոցառումն այսքան ուղարկել եք ուշադրություն չեն դարձրել։ Ոչ ընդհակառակը, ի վերջո ուշադրություն դարձրին, որովհետև խոսքն էլ ունի ուժ, ճշմարիտ խոսքը մանավանդ ունի ուժ։ Եվ ես հիմա հույս ունեք, որ այս իշխանությունը կարող է համագործակցել։ Ես հույս ունեմ, որ ցանկացած մարդակերպ կարող է մի օր մարդ դառնալ։ Այդպես մտածել եմ 50 տարի առաջ եւ 20 տարի բանտերում անցկացնելուց եւ բռնադատումների ենթարկվելուց հետո ասել եմ, չէ՞ հաջողության։ Փաստ է, որ մեր սերունդը ապրում է այն ժամանակներում, որ հիշում է կենթանի օրինակով, որ անկախության հարակվեի միջոցով քվեարկել է։ Ուրեմն իմ այդ անցած ճանապարհը ինձ իրավունք է տալիս եւ թույլ է տալիս հավատալու, որ գուցե պետք է համաձայնել, եթե կա այդպիսի առաջարկ, որպեսզի գնալ։ Այո, ես համաձայնում եմ։ Ասում եմ, եկեք այսօր աշխատենք այս ուղղությամբ։ Սա է ճիշտ ուղղությունը։ Դա համաձայնել չի, դա կարող է այլ առաջարկով հանդես գալ։ Դա նշանակում է համաձայնել։ Եթե դուք ինձ համարում եք գլխավոր դեմքը լինելու այդ պատասխանատու գործը, ուրեմն որպես առաջին քայլ համաձայնեք շատ արագ փոխենք սահմանադրությունը։ Ես այսպես տեսնում եմ, որ այս ընդդիմադիր դաշտը դեռևս չի էլ խմորվել ինչ որ ընդհանուր բլոկներ ստեղծելու, Դեռ շուտ է, նկատում եմ մի երկու շաբաթ դեռ կա։ Շատ լավ, երկու շաբաթ եթե բավարար, դուք ասացիք գնում եք կլոր սեղանի, այնտեղ կլինի շատ երիտասարդ Գուրգեն Սիմոնյանի նախաձեռնությունը, չգիտեմ, ուզում եք անուններ տալ, թե չէ, բայց ես բոլորի հետ եմ խոսում։ Ինչպես ձեզ հետ եմ խոսում, չէ, նժարն է եղել մեզ մոտ, բայց տարբերություն չկա, այնտեղ էլ կարող եմ ես բոլորի հետ խոսում, քննարկում, լսում եմ եւ պարտավոր եմ։ ԱԻՄ-ը ունի կանոնադրական կետ։ Համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իսկապես պայքարում են Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար։ Ինչպես եք գնալու ընտրությունների։ Ես կարող եմ չգնամ։ Չէ, այդպեսի չասացի, չեմ մասնակցել։ Ես դա չեմ համարում ամենակարևորը։ Կարող եք ինչ-որ ցուցակ։ Ուրեմն այսպես, նախ եւ առաջ ընտրություն պիտի լինի։ Իսկ ընտրություն լինել, տեսեք մի փաստարկ, ներողություն։ Ընտրություն պիտի լինի, չի նշանակում այսինչ օրը պետք է լինի միջոցառում, որի անուն ընտրություն է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները հեղափոխություն անելիս, շագերտավոր հեղափոխություն առաջին կառավարական ծրագիր ընդունելիս գրեցին այս օրենքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Հետևաբար ես Պարոն Հայրիկյան, չէ, ուղղակի դուք ինձ ուզում եք իմանալ ես ինչ պիտի անեմ մի ամիս հետո չեք իմանա։ Այսօր չեք իմանա, որովհետեւ ես ինքնուրույն չեմ անում, ես գիտեմ ինչ պիտի արվի։ Եթե ես պիտի ուրիշների հետ քննարկման գամ, հայտարարի գամ, կանեմ եւ դուք կիմանաք։ Շատ լավ, իհարկե, դեպքում հիմա ասում են, լավ է մեկ միասնական ընդդիմություն լինի։ Ես եմ ասում, այդ ակնհայտ է։ Մեկ թե երկու կարող է լինել։ Այս փուլը ներողություն, ոչ, ողորմելիներ են։ Մեկ միասնական ճակատ պետք է լինի, որովհետեւ խոսքը ոչ թե իշխանության գալու մասին է, այլ Հայաստանը երկիր դարձնելու։ Երբ դու խոսում ես ազգային ազատագրական պայքարի մասին, այնտեղ մեկ-երկու ճակատ չի կարող լինել։ Ովքեր որ երկրորդ ճակատի մասին խոսեն, ուրեմն դրանք խոսում են ճղճի աթոռասատկացության մասին։ Աթոռասատկացության մասին։ Շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ արժանի համարեցիք։ Ես ես միշտ շատ արժանի եմ համարում մեր քաղաքական դաշտի ամենակարևոր գաղափարական առաջնորդը ես Շակե Ավոյանն եմ։ Հա, ես եմ։
միլիոնատեր դառնաս։ Շատ լավ, դեմ չեմ լինի, պարոն Հայրիկյան։ Իսկ դուք լավ ասեցիք, ասում են ես մեծացել եմ, դուք ընդհանրապես չեք փոխվում։ Շատ տարիների ընթացքում։ Շակեջան, թույլ կտաս չգնամ ամոթայրը որ։ Ստիպված եմ թույլ տալ, բայց ես ուղղակի հիմնական հարցի պատասխան այսօր ոչ մեկից չեմ ստանում։ Դեռ խոսեք։ Շատ լավ, հաջողություն ձեզ։ Եվ ահա հենց հիմա նա գնում է կլոր սեղան քննարկման, դրա մասին ասած, եւ խոստացավ, որ հետագայում ինքը եւս իր կուսակցության գրասենյակում կամ որտեղ որ իրենք հավաքվում են այդ գրասենյակում կընդունի եւ կպատասխանի մեր հարցերին։ Սա էլ կուսակցական գործունեություն է, սա մեր քաղաքականացված գրասենյակ բլոգի հերթական հաղորդումն է եւ ինչու ոչ քաղաքականացված գրասենյակ կարելի է համարել այս հանրապետության հրապարակը։ Այս բլոգը վարեց Շակե Ավոյանը, շնորհակալություն մեզ հետևելու համար։